Սուրբ Գրիգոր Արուսավորիչը, հայոց առաջին կաթողիկոսը, ծնվել է մոտավորապես 3-րդ դարի երկրորդ կեսին։ Նա ծագումով պարթևական ազնվական տոհմից էր։ Նրա հայրը Անակ Պարթևը 3-րդ դարի 30-ական թվականներին մասնակցել է հայոց թագավոր Քոսրովայի սպանությանը, որի հետևանքով Անակի ամբողջ ընտանիքը ոչնչացվել է։ Անակի մանկահասակորթուն դայակները փախցրել են Կապադովկիայի, Քեսարիա քաղաք փրկելով նրան Արշակունիների վրեժ խնդրությունից։ Քեսարիայում նա մկրտվել է Գրիգոր անունով եւ դաստիարակվել քրիստոնեական հավատով։ Հետագայում Գրիգոր ամուսնացել է Դավթից Տեր Մարիամի հետևև ունեցել 2 որդի Վրթանես եւ Արիստակես անուններով։ Ամուսինները փոխադարձ համաձայնությամբ բաժանվել են։ Գրիգորը վերադարձել է Հայաստանը եւ ծառայության ընթել Թաթի արքունիքում դառնալով նրա վստահելի սպասավորը։ 3-րդ դարի 80-ական թվականների վերջին Տրթատկա մեծը վերադարձել է Հայաստան եւ վերագտել գահը։ Նույն ժամանակահատվածում նա Եկեղյաց գավառի Երիզա Ավանի մոտ Անահիտի Մեհյանում կազմակերպել է հաղթանակի տոնախմբություն եւ հրամայել քրիստոնյա փալատականներին, այդ թվում Գրիգոր Պարթևին, մասնակցել կռապաշտական արարողությանը եւ երկրպագել Աստվածուհի Անահիտին։ Գրիգոր Պարթևը հրաժարվել է կատարել այդ պահանջը։ Օստակաթան Գեղոսի Տրթատկե մեծը հրամայել է Գրիգորին ենթարկել ծանր չարչարանքների հույս ունենալով, որ նա կուրանա Քրիստոսին։ Գրիգորը ենթարկվել է 12 չարչարանքների։ Տարիներ անց այդ վայրում կառուցվել է չարչարանց Սուրբ Հուսավորիչ վանքը։ Ի վերջո, երբ Տրթատը տեղեկացել է, որ Գրիգորը իր հոր Քոսրով Այի սպանությանը մասնակցած Անակի որդին է, հրամայել է նրան նետել մահապարտների բանտը, Քոր վիրապը։ Գրիգորը այնտեղ մնացել է 14 տարի։ Ավանդության համաձայն նրան կենդանի է պահել մի այրիկին, որը օրական հաց է գցել վիրապը։ Տրթատկա մեծը, հետևելով Հռոմի կայսր Դիոգետիանոսի քաղաքականությանը, հրովարտակով արգելել է քրիստոնեությունը եւ հալածել քրիստոնյաներին։ Գրիգորի բանտարկության վերջին տարում 4-րդ դարի սկզբին Վաղարշապատի մոտ նահատակվել են Սուրբ Հռիփսիմյան եւ Սուրբ Քայանյան 37 կույսերը։ Օստակաթան Գեղոսի Տրթատը ընկղմվել է խոր տխրության մեջ, ապա որսի ժամանակ վրա է հասել տիրոջ պատուհասը։ Թագավորը եւ նրա մերձավորները դիվահարվել են, խոզակերպ դառնալով։ Թագավորի քույրը, Քոսրովի դուխտը, որը քրիստոնյա էր, 5 անգամ տեսիլք է տեսել, ըստ օրի հիվանդներին կարող էր բժշկել միայն Գրիգորը։ Նրա խնամակալ Օտա Ամատունին Գրիգորին հանդիսավորությամբ դուրս է բերել Ցոր վիրապից եւ բերել Վաղարշապատ։ Գրիգորը նախ ամփոփել է նահատակ կույսերի աճյունները, ապա քարոզել ավետարանը եւ հնգորյա պահքով նախապատրաստել ժողովրդին։ Այնուհետև նա բժշկել է Տրթատկա մեծին եւ մյուս դիվաբախներին։ Ապաշխարած Տրթատկա մեծը դադարեցրել է քրիստոնյաների հալածանքը եւ 4-րդ դարի սկզբին քրիստոնեությունը Հայաստանում հռչակել է պետական կրոն, առաջինը աշխարհում։ Այդ որոշումը միտված էր հայոց քաղաքական ու հոգևոր միասնության ապահովմանը, պետական անկախության պահպանմանը եւ արտաքին ազդեցություններից զերծ մնալուն։ 4-րդ դարի սկզբին Գրիգոր Հուսավորիչը Տրթատ մեծի հրովարտակով եւ 16 նախարարների ուղեկցությամբ մեկնել է Քեսարիա, որտեղ տեղի arczepiskopos Եվոնդիոսը նրան ձեռնադրել է եպիսկոպոս։ Այդ ձեռնադրությունը կրել է բացառապես ծիսական բնույթ եւ չի ենթադրել Քեսարիայի աթոռի վարչական միջամտություն հայ եկեղեցու գործերին։ Քեսարիայից Գրիգոր Հուսավորիչը գնացել է Սեպաստիա, ապա Քարինի եւ Հարքի ճանապարհով հասել Տարոն, որտեղ կոտրել է հեթանոս քրմերի դիմադրությունը եւ հիմնել քրիստոնեական կենտրոններ։ 4-րդ դարի սկզբին, հունվարի 6-ին Սուրբ Ընտյան եւ Աստվածահայտնության օրը Արացանու ակունքների մոտ Նպատ լեռան ստորոտին Գրիգոր Հուսավորիչը մկրտել է Տրթատ Գ մեծին, արքունիքին, զորքին եւ ժողովրդին։ Նույն ժամանակահատվածում նա վերադարձել է Վաղարշապատ եւ իր տեսիլքի համաձայն հեթանոսական մեհյանի տեղում կառուցել է Էջմիածնի կաթողիկե եկեղեցին, որպես հայոց առաքելական աթոռի նստավայր։ Տաճարը ոցվել է նույն թվականի օգոստոսի 15-ին, Աստվածածնի վերափոխման տոնի օրը։ Գրիգոր Հուսավորչի նախաձեռնությամբ կառուցվել են Հռիփսիմյան, Գայանյան եւ Շողակաթ վանքերը։ Նա հիմնադրել է հայ եկեղեցու առաջին թեմերը, ձեռնադրել եպիսկոպոսներ, կառուցել եկեղեցիներ, կազմակերպել կրթական գործունեություն, հիմնել հունարեն եւ ասորերեն դպրոցներ, պատրաստել թարգմանիչներ եւ քարոզիչներ։